Սիրելի հայրենակիցներ եւ ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնատու Նիկոլ Փաշինյան։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իսկապես քաղաքական թեժ ամառ ունեցանք այս տարի։ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը ավարտվեց ընդդիմության բնույթի եւ էության մասին բուռն քննարկումներով, իսկ Սասնա Ծռեր խումբը իր հուսահատ եւ վիճելի քայլով ազդարարեց Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը։ Մենք շարունակում ենք վերապրել խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է եւ ունենք այն, ինչ ունենք։ Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլև նրա եղբայր Լևոնը Գյումրիի ավականու որոշմամբ հռչակվել է հանրապետության երկրորդ քաղաքի պատվավոր քաղաքացի։ Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ Սարգսյան եղբայրներից առավել ևս Սերժն ու Սաշիկը Հայաստանի տարածքում ոչ թե ստանային, այլ զրկվեին քաղաքացիությունից մի պարզ հիմնավորմամբ։ Հենց նրանց գործունեության արդյունքում 100,000-ավոր մարդիկ դե ֆակտո կամ դե յուրե դադարել են անկախ Հայաստանի քաղաքացի լինել։ Միլիոնավոր հայեր սկսել են մտածել ու կասկածել, թե ինչ է ի վերջո Հայաստանի Հանրապետությունը իրենց համար, հայրենիք, թե պատիժ ու պատուհաս։ Այս իմաստով պատեհ եմ համարում անդրադառնալ հանրության շրջանում եւ սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող մի հարցի, թե Հայաստանի ղեկին կանգնած անձանցից ով է ամենամեծ պատասխանատուն Հայաստանի այսօրվա հուսահատ վիճակի համար։ Մեր պատասխանը միանշանակ է, Հայաստանի այսօրվա վիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետև վերջին 23 տարում նա մշտապես եղել է Հայաստանում որոշումներ կայացնող իշխանական էլիտար պոլիտբյուրոյի անդամ։ Այդ պոլիտբյուրոն սկզբում բաղկացած էր 5 հոգուց, հետո դարձավ եռյակ, հետո զույգ, դրա հարակից կազմը անընդհատ փոփոխվել է, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի ճակատագիրը որոշած իշխանական թոփ վերնախավի միակ անփոփոխ անդամն է, սկսած 1993 թվականից, երբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար։ Դրանից հետո Սերժ Սարգսյանի զբաղեցրած ամենացածր պաշտոնը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը միայն ժամանակավոր կարգավիճակ էր եւ տևել է ընդամենը 7 ամիս։ Սարգսյանը երրորդ հանրապետության պատմության միակ գործող անձն է, ով թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին վայելել է վերջիններից անվերապահ վստահությունը, ունեցել է իրական եւ աճող իշխանություն եւ ի վերջո դարձել է, եթե ոչ ավելի, ապա նույնքան ազդեցիկ, որքան պետության առաջին դեմքերը։ Իսկ 2008 թվականից իշխանության միակ իրական կրողն է։ Եվ ուրեմն Սերժ Սարգսյանը ուղիղ առնչություն ունի Հայաստանը բնականոն զարգացման հունից հանած առանց բացառության բոլոր ցնցումների հետ։ 1996 եւ 98 թվականների նախագահական կեղծված ընտրությունների եւ դրանց կապակցությամբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդումների ենթարկելու ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը ղեկավարում էր ազգային անվտանգության պետական վարչությունը, ապա ներքին գործերի նախարարությունը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ
Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար էր, երկրի ղեկավարության անվտանգության թիվ 1 պատասխանատու։ 1995-ից 99 թվականներին, երբ նա ղեկավարում էր ազգային անվտանգության համակարգը, այսինքն պատասխանատու էր ղեկավար անձանց անվտանգության համար, այդ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունը միայն նախագահի սպանությունից է զերծ մնացել։ Այսինքն այդ շրջանում միայն նախագահի սպանություն տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Գուցե նաև այն պատճառով, որ այդ ընթացքի մեծ մասում նախագահ չեն ունեցել Հայաստանը։ Այդ ժամանակաշրջանում սպանվել են ազգային ժողովի նախագահ, վարչապետ, ԱԺ փոխնախագահներ, գլխավոր դատախազ, նախարար, ներքին գործողքերի հրամանատար, փոխնախարար, ազգային ժողովի պատգամավոր։ Եթե սրան գումարենք 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ձեզ հայտնի ուժերի պահանջով պատկերը կդառնա ավելի ամբողջական։ Սերժ Սարգսյանի դերակատարումը առավել վճռական է եղել 2003, 8, 13 թվականների նախագահական ընտրությունները արդյունքները կեղծելու, ընդդիմադիր գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, 2008 թվականի մարտի 1-յան սպանդը կազմակերպելու գործում։ 2003-ին նա Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետն էր, պաշտպանության նախարար եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2008 թվականին վարչապետ եւ նախագահի իշխանական թեկնածու, ով ԿԸՀ կողմից հռչակվել էր ընտրված նախագահ։ 2013-ին արդեն երկրի դե ֆակտո առաջին դեմք, ով միջև օրը շարունակում է բանտերում պահել բազմաթիվ քաղաքական գործիչների։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ղարաբաղը պարտի թիվ 1 պատասխանատուն։ Սարգսյանի հետ կապված հակապետական երևույթների թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել։ Ես սա չեմ անում որպես պատմական ակնարկ, սա ասում եմ ցույց տալու համար, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական մետաստազները հեռացված չեն իշխանությունից, Հայաստանի Հանրապետության պատմությունը հարստանալու է նոր ցնցումներով, նոր կորուստներով, նոր անկումներով։ Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական մետաստազների հեռացումը կառավարման ղեկից կենսական նշանակություն ունի Հայաստանի համար եւ բխում է մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերից։ Սարգսյանի հետ գործակցության, հուլիսային բանակցության, քաղաքական եւ քաղաքագիտական խաղերի ցանկացած դրսևորում, անկախ նրանից, թե ինչ փողի տակ է արվում ազգային համաձայնության կառավարության ձևավորման, թե հայրենիքի գլխին կախված վտանգի անընդունելի եւ դատապարտելի է մեզ համար։ Այս է պատճառը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մերժել է սահմանադրական փոփոխությունները քննարկելու Սերժ Սարգսյանի հրավերը։ Այս է պատճառը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հնարավորինս հեռու է մնացել 4x4 ձևաչափի մարիոնետային բանակցություններից, որովհետև բանակցողներն իրականում նրանք չէին, որ նստում էին տեսախցիկների առաջ եւ բանակցությունների ամենակարևոր նյութն էլ ամենևին ընտրական օրենսգիրքը չէր։ Այս է պատճառը, որ մենք խստորեն քննադատել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հունիսի 22-ի խայտարակ հայտարարությունը։ Այս է պատճառը, որ խստորեն քննադատել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչպես իրենք են ասում, թեկուզ պայմանականորեն, թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու հիմնադիր խորհրդարանի եւ Սասնա Ծռեր խմբի քաղաքական ղեկավարության գործելակերպը։ Ոմանք համարում են, թե մենք դա արել ենք ամենաանհարմար պահերին, բայց մենք չենք գործել եւ չենք գործելու սոցիալական ցանցերին կամ որևէ մեկի հաճոյանալու տրամաբանությամբ։ Մենք գործելու ենք հանրության հետ անկեղծ
եւ ազնիվ լինելու, մեր քաղաքական սկզբունքներն ու ինքնությունը արձանագրելու եւ այդ ամենը ժամանակին ու տեղում անելու տրամաբանությամբ։ Սիրելի ժողովուրդ, առաջին անգամը չէ, որ Ազատության հրապարակի այս հարթակից խոսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու կենսական անհրաժեշտության մասին։ Բայց մենք պետք է նոր խոսակցություն ունենանք, նոր բովանդակություն ստեղծենք իշխանափոխության ծագումնաբանության մեթոդների եւ սկզբունքների վերաբերյալ։ Մեր կարծիքը միանշանակ է, քաղաքական որևէ ուժ, որևէ քաղաքական առաջնորդ չի կարող որոշում կայացնել Սերժ Սարգսյանին կամ որևէ մեկին իշխանությունից հեռացնելու մասին։ Քաղաքական ուժը կարող է ձևակերպել, հիմնավորել տվյալ որոշման, փոփոխման անհրաժեշտությունը, բայց բուն որոշումը պետք է կայացնի ժողովուրդը իր սահմանադրական բարձրագույն ուժով։ Քաղաքական ուժը, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ժողովրդի կողմից որոշումը կայացնելու դեպքում պետք է լինի այն ի կատարածելու կազմակերպիչը, երաշխավորը, եւ նրա գործողությունները պետք է հիմնված լինեն ժողովրդի կամ արտահայտման լեգիտիմ հենքի վրա։ Այս իմաստով ոմանք թյուրիմացության մեջ են մտածելով, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության փոփոխության միակ մեթոդ եւ եղանակ համարում է ընտրությունները։ Մեր կուսակցության ծրագրում հստակ ամրագրված է նաեւ թավշյա հեղափոխությունը որպես երկրում իշխանափոխություն իրագործելու ընդունելի մեխանիզմ։ Բայց որևէ իշխանափոխություն մենք անհնար եւ անընդունելի ենք համարում առանց ժողովրդի հստակ, տեսանելի եւ ապացուցելի կամ արտահայտման։ Հետևաբար, մեր քաղաքական գործունեության գաղափարական հիմքը ոչ թե ընտրություններն են կամ թավշյա հեղափոխությունը, այլ ժողովրդի կամ արտահայտությունը։ Ընտրությունները մեզ հետաքրքրում են միայն ու միայն որպես ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն, որովհետև միայն ժողովրդի տեսանելի, ստուգելի եւ չափելի կամքն է, որ պետք է որոշի, թե ինչ ենք անելու մենք, գնալու ենք Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանից ազատելու, թե գնալու ենք տներով, սպասելով ժողովրդի կամ արտահայտման հաջորդ պատեհառիթին, աշխատելով ամեն ինչ անել, որ այդ հերթական կամ արտահայտումը լինի մեր քաղաքական պատկերացումներին համապատասխան։ Ահա այս արձանագրումն ակնհայտ է դարձնում, թե որը պետք է լինի իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն համարող քաղաքական ուժի, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անելիքը։ Մեր խնդիրն է ըստ այդմ ձևավորել ժողովրդի կամ արտահայտման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն ենթադրաբար, այլև տեսանելի եւ ապացուցելի կերպով արձանագրել ժողովրդի կամքն ու ցանկությունը եւ այդ կամքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի այն չափերով եւ ծավալներով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը։ Ուշադրություն դարձրեք այն չափերով եւ ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին եւ որոշմանը։ Այս մեխանիզմի կարևորագույն բաղադրիչներից մեկը ուրեմն 6000 վստահված անձ նախագիծն է։ Գաղափարը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերի հաշվարկով ունենալ առնվազն 3-ական վստահված անձանց թիմեր, մի համակարգ, որ չի ունեցել երրորդ հանրապետության եւ ոչ մի ընդդիմություն։ Թյուրիմացության մեջ են, սակայն,
բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, թե 6000 վստահված անց նախագիծը միայն ընտրական իշխանափոխության համար նախատեսված մեխանիզմ է։ Այո, ընտրությունների ժամանակ այս մարդիկ դառնալու են փաստահավաքային թիմը, որի գործունեության արդյունքում է պարզվելու, թե ի վերջո ինչ որոշեց ժողովուրդը, որովհետև ինչպես ասացի, մենք կարող ենք ու պիտի գործենք բացառապես ժողովրդի կայացված որոշման, այսինքն տրված մանդատի շրջանակներում։ Եթե ժողովուրդը կայացրել է իշխանափոխություն անելու որոշում կամ ժողովրդի հավաքական կամքի արտահայտման վրա բռնացել են, ու մենք դա կարող ենք ապացուցել, ուրեմն մեր խնդիրը կլինի անցնել Թավշյա հեղափոխության ռեժիմին, որի կարևորագույն կոմպոնենտը ժողովրդի կամքի ցուցադրումն է փողոցներում եւ հրապարակներում, ապա եւ ժողովրդական զանգվածների կենտրոնացումը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում իշխանափոխությունը կյանքի կոչելու համար։ Ուրեմն, հենց այն ժամանակ է, որ 6000 վստահված անձին լինելու են քաղաքական պրոցեսի առավել վճռական գործոնը, դառնալով մոբիլիզացիայի, ժողովրդի կամ արտահայտման հավաքները կազմակերպողների համահայաստանյան մեխանիզմ։ Սա կարևոր է, որովհետև ժողովուրդը միայն Երևան քաղաքը եւ Երևան քաղաքի կենտրոնը չեն։ Ժողովուրդը այն մարդիկ են, ովքեր ապրում են ողջ հանրապետության տարածքում եւ նրանց կամքը, այդ կամքի արտահայտումն է վճռական գործոնը իշխանափոխություն իրականացնելու համար։ 6000 վստահված անձինք այն մարդիկ են, ովքեր դառնալու են ժողովրդական կամքի ցուցադրման վճռական գործոնը, անկախ նրանից ներքաղաքական պրոցեսները ինչ սցենարով կընթանան, ընտրական թե Թավշյա հեղափոխության։ Բոլոր նրանք, ովքեր ասում են իշխանափոխություն է պետք անել, ինչ վստահված անձ, հաստատաբար չեն հասկանում, թե ինչ ասել է իշխանություն, ինչ ասել է իշխանափոխություն եւ ինչ ասել է քաղաքականություն։ Եվ ուրեմն զարմանալի չէ, որ նրանց գործունեության արդյունքը միայն հուսալքությունն է, հիասթափությունը, պարտությունը։ Իսկ մենք ասել ենք ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն։ Սիրելի ժողովուրդ, ժողովրդի կամ արտահայտման հաջորդ ինստիտուցիոնալ մեխանիզմը այն է, ինչ վերջին ամիսներին հեշտ կրքեր է բորբոքել Հայաստանի քաղաքական կյանքում, ազգային ժողովում եւ դրա պատերից դուրս։ Մենք ասել ենք եւ ասում ենք, Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն։ Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու ենք այդքան կարևորում մեկ ընդդիմության գաղափարը եւ այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին։ Այդպես վարվում ենք, որովհետեւ համոզված ենք Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը։ Ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու գործիքն է եւ եթե այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն։ Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն իշխանափոխության հույսերը սին են, որովհետև իշխանությունը մեկն է եւ կոնկրետ։ Նրա դեմ կռիվ կարող է տալ այն ընդդիմությունը, որ նույնքան կոնկրետ է, նույնքան ինստիտուցիոնալ եւ նույնքան մոբիլ։ Հայաստանի քաղաքացին ունի մեկ ձայն եւ նա պետք է հստակ իմանա, թե ում պետք է տա այդ ձայնը, որպեսզի դա նշանակի, որ ինքը քվեարկում է հօգուտ իշխանափոխության։ Մեկ ընդդիմությունը հանուն իշխանափոխության տրվող ձայները չփոշիացնելու միակ մեխանիզմն է։ Բայց սա կարևոր է
ոչ միայն ընտրական տեղամասի, այլև թավշյա հեղափոխության, այսինքն հանրահավաքային պրոցեսի դեպքում քաղաքացին պետք է իմանա, թե ով քաղաքական որ սուբյեկտն է իշխանափոխության պատասխանատուն, պրոցեսի ընթացքի վերաբերյալ ովքեր են որոշում կայացնում եւ ինչպես։ Մեկ ընդդիմության ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական կյանքում ներկա է եղել միշտ, պարզապես այն ձևակերպվել է որպես ընդդիմության միավորման հայաստանյան պայմաններում հակաքաղաքագիտական խնդիր։ Ինչու է այդ խնդիրը հակաքաղաքագիտական։ Մի պարզ պատճառով, ինչքան էլ դու համախմբես ընդդիմադիր դաշտը, իշխանությունը կբուծի նոր ընդդիմադիրներ եւ ընդդիմության համախմբման խնդիրը գործնականում կլինի անլուծելի, կամ համախմբումների մեջ անպայմանորեն կսողոսկեն ուժեր, որոնց միակ խնդիրն ու նպատակը պրոցեսը ձախողելը կլինի։ Հետևաբար ժողովուրդը պետք է ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր տնի, այլ որոշի, թե ով է այդ մեկ ընդդիմությունը, որի հետ ինքը կապում է իշխանափոխության հույսեր եւ պատրաստ է նրան իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալ։ Ուզում եմ մեկընդմիշտ պարզաբանել, քաղաքացիական պայմանագիրը այո հավակնում է մեկ ընդդիմության կարգավիճակին, բայց ժողովուրդը, միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ում է համարում մեկ ընդդիմություն եւ ում էլ համարի այդպիսին, հենց նրանից, միայն ու միայն նրանից պետք է ակնկալի փոփոխությունների իրագործումը։ Հին եւ բոլորին հայտնի ընդդիմադիր աջակցությունների մեխանիզմը մեզ համար անընդունելի է եւ ես ուզում եմ հստակ ասել, մենք չենք լինելու այն քաղաքական հարթակներում, որոնք ժողովրդին տանում են ակնհայտ պարտության եւ հուսահատության։ Մենք չենք կանգնելու այն ուժերի կողքին, որոնց սկզբունքներն անընդունելի են, որոնց նպատակները մութ են, որոնք գաղտնիքներ ունեն ժողովրդից եւ հնարավոր են համարում Սերժ Սարգսյանի հետ թակուն բանակցություններ վարելը, որոնց բովանդակությունը գաղտնի է ժողովրդի համար։ Բոլոր նրանք, ովքեր մեզ կոչ են անում մի կողմ դնել սկզբունքները, համոզմունքները, ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները, նմանվում են բռնամուսնություններ, օժիտով ամուսնություններ, խաբեությամբ ամուսնություններ քարոզողներին։ Մեզ քաղաքական խաթաբալայի մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Բայց մյուս կողմից, եթե դաշտում կան քաղաքական ուժեր, խմբեր, որոնց հետ մենք ունենք ռազմավարական եւ մարտավարական տեսլականի ընդհանրություններ, մենք նրանց հետ պիտի քննարկենք ոչ թե իրենց դառնապրած նախընտրական եւ հետեւաբար ժամանակավոր դաշինքներ կազմելու, այլ մեկ ընդհանուր քաղաքական ուժ դառնալու, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը, համագործակցության այլ ֆորմատ մեզ համար առնվազն դժվար պատկերացնելի է։ Մեզ համար սիրելի ժողովուրդ, դժվար պատկերացնելի է նաև քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչախմբի ծագումնաբանության հետ։ Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես Օյեկն ու Արտուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնց Սերժ Սարգսյանի իշխանության բերած գլխավոր գործող անձինք են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել։ Մեր դիրքորոշումը այս սուբյեկտների նկատմամբ միանշանակ է։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան։ Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին, եւ ոչ միայն Գագիկ Խաչատրյանին ու Սամվել Ալեքսանյանին ենք համարում Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մետաստազ,
այլև Մուրաբայի և Տուկի թերի դիմաց կամ անողնաշարության բերումով Հայաստանի պետականությունը հյուսիսում և արևմուտքում վաճառքի հանած, թոշակառու, արձակուրդ վերցրած, գործող և նորակոչիկ հաճախորդների։ Սիրելի ժողովուրդ, հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել, մենք պակաս վտանգավոր չենք համարում քաղաքական դաշտը հեղեղած պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերին, որոնք հայաստանյան իրականությունը տեսնում են պետդեպարտամենտի, Կրեմլի կամ Եվրոխորհրդարանի պատուհաններից։ Սա վտանգավոր և սեփական ուժերի նկատմամբ մեր ժողովրդի հավատը խաթարող գործելակերպ է ու մեր կարծիքով պետք է արմատախիլ արվի Հայաստանից։ Մեր երկրում չպետք է լինեն պրոռուսական քաղաքական ուժեր, որովհետև պրոռուսականությունը հակահայկականություն է։ Մեր երկրում չպետք է լինեն պրոամերիկյան քաղաքական ուժեր, որովհետև պրոամերիկյանությունը հակահայկականություն է։ Մեր երկրում չպետք է լինեն պրոեվրոպական քաղաքական ուժեր, որովհետև պրոեվրոպականությունը հակահայկականություն է։ Միևնույն ժամանակ սակայն մենք ոչ պակաս վտանգավոր ենք համարում հակառուսականությունը, հակաեվրոպականությունը, հակաամերիկյանությունը, որովհետև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից է բխում աշխարհաքաղաքական այդ բևեռների հետ արժանապատիվ, աշխատանքային, միմյանց շահերի նկատմամբ հարգալից հարաբերությունների հաստատումը և մենք ամեն ինչ անելու ենք այդ բևեռների հետ երկխոսություն ծավալելու համար։ Սիրելի ժողովուրդ, այն ինչ ասվեց ընդդիմության դաշտի մասին, իրականում ասելիքի մի մասն է միայն։ Մենք հասկանում ենք, որ ասվածը շփոթեցնող է, զայրացնող, երբեմն նույնիսկ հուսահատեցնող, բայց մենք պետք է հասկանանք խնդրի լրջությունը, հարցի գինը և կարողանանք խուսափել նոր ձախողումներից։ Մենք պետք է փոխենք Հայաստանում հաստատված ավանդական ընդդիմադիր ընկալումները։ Հին ընդդիմադիր աշխարհայացքը քաղաքացուց պահանջում է հավատալ ու վստահել և այսպիսով հեշտ է ընկալման համար, մանավանդ երբ ասելիքը զուգակցվում է համախմբվելու, իրար գլխի հավաքվելու, ազգը փրկելու լալահառաջ կոչերով։ Մեկ ընդդիմությունը քաղաքացուն կոչ է անում ոչ թե հավատալ և վստահել, այլ հասկանալ և գնահատել։ Հին ընդդիմադիր աշխարհայացքը Տուկի թել ու Մուրաբա է բաժանում ժողովրդին կամ օլիգարխ է փնտրում ֆինանսավորում ստանալու համար։ Մեկ ընդդիմությունը հանրությունից է ակնկալում իր գործունեության ֆինանսավորումը և հանրությունը պետք է գնա այդ քայլին, որպես երկարաժամկետ ռազմավարական ներդրում, որ արդարացվելու է ապագա ունեցող պետության տեսքով։ Հին ընդդիմությունը պարծենում է, թե պահելու է ժողովրդի ձայները և չի անում դա։ Մեկ ընդդիմությունը 6000 քաղաքացու օգնություն է ակնկալում ժողովրդի կամարտահայտումն ապահովելու համար։ Հին ընդդիմությունը խոստանում է իշխանափոխություն և չի անում դա։ Մեկ ընդդիմությունը քաղաքացուն առաջարկում է կառուցել այդ իշխանափոխությունը, մասնակցել, հետևել դրա կառուցման ընթացքին, տեսնել և գնահատել այդ ընթացքը, ազդել այդ ընթացքի վրա։ Հին ընդդիմությունը պարծենում է, թե հիմա այսօր վաղը քշելու է Սերժ Սարգսյանին և չի անում դա։ Մեկ ընդդիմությունն ասում է, որ կոնկրետ գործողության կդիմի միայն ժողովրդից մանդատ ստանալու դեպքում։ Հին ընդդիմությունը
Տերը եւ փրկիչ ժողովրդի համար մեկ ընդդիմությունը գործընկեր է եւ սպասավոր։ Սիրելի ժողովուրդ, դուք արդեն լսեցիք, այստեղ ընթերցվեց, որով քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշումը, որով կուսակցության վարչություն ինձ առաջադրել է վարչապետի թեկնածու եւ լիազորել սկսել ստվերային կառավարության ձևավորումը։ Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել։ Խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստացնեն նախարարական աշխատանք քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում։ Մեխանիզմը հետևյալն է, որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում եւ այդ անձանց մի մասը կարող է եւ չլինել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հիմա հարց կարող է ծագել. ինչու ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախաձեռը չունեցող նման փորձի։ Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամ արտահայտում ապահովելու համար։ Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ չունենալը իշխանությանը հեռացնելու համար։ Ժողովուրդը պետք է ունենա ներքին վստահություն, որ հնարավորություն կա իշխանության բերել մարդկանց, ովքեր կկարողանան երկիրը կառավարել անցնցում եւ առնվազն շատ ավելի հաջող, քան այսօրվա իշխանավորները։ Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունը այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ։ Ստվերային կառավարության բարեհաջող ձևավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու 4 առանցքային գործոններից մեկն է եւ այսօրվանից այդ գործընթացը կարող ենք համարել մեկնարկած։ Հույս ունեմ, մեզ կհաջողվի ձևավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի եւ ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ սա հեշտ լուծվող խնդիրներից չէ։ Մեր նպատակը այնուամենայնիվ հետևյալն է. ստվերային կառավարության կազմում ընդգրկել կարող ուժերի ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից։ Սա հատուկ նշանակություն ունեցող սկզբունք է, որովհետև ինչպես գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանցքային անելիքը մեծ հայրենադարձության հարուցումն է, որի արդյունքում առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4-5 միլիոն մարդու, իսկ նման բան տեղի կունենա միայն Հայաստանում խորքային, տնտեսական, քաղաքական, իրավական փոփոխություններ իրականացնելուց հետո։ Սա էլ նշանակում է մանրամասն մշակված եւ քննարկված ծրագրի առկայություն։ Հարկ եմ համարում սակայն այսօր արդեն արձանագրել մի քանի կետ, որ սկզբունքային են ապագայի մասին մեր պատկերացումների համար։ Մենք Հայաստանը տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր, որի տնտեսության հենասյուներից մեկը ռազմարդյունաբերական համալիրն է, որը երկրի անվտանգության կարիքների ավելի ու ավելի մեծ չափականակ է վերցնում իր վրա։ Հիմա արդեն ակնհայտ է, որ մոտ ապագայում Հայաստանը պետք է վիճակի լինի արտադրել հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր եւ վերգետնյա հրաձգային հեռակառավարվող եւ ինքնակառավարվող սարքեր, որոնք ամենավտանգավոր հատվածներում կկարողանան կրակային գործառույթներ իրականացնել եւ խնայել մեր զինվորների կյանքերը։
սա մեր երկրի անվտանգության մարտահրավերներից բխող անհրաժեշտություն է։ Մեզ համար հաջորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ ինչպես հայտնի է, հասել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը եւ 2020 թվականին Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման համար պետք է 1 միլիարդ դոլար ծախսի։ Այսինքն 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ըստ այդմ համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքը արդյունավետ օգտագործվել։ Ընդ որում, այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարևորագույն հարցերից մեկը հետևյալն է. ինչքանով են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը եւ որքանով են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանով են ներգրաված եղել կոռուպցիոն համակարգի մեջ։ Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի եւ բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն Հայաստանի արտաքին պետական պարտքը։ Բայց սա ամենը չէ։ Մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու եւ դրանք Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար։ Ես մի կետ բաց կթողեմ տպագիր տարբերակում կա կնայեք։ Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Ղարաբաղի հարցին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր դիրքորոշումը արտահայտել է դեռևս սույն թվականի մայիսի 30-ին ընդունած հայտարարության մեջ։ Այդ հայտարարության ամբողջական տեքստը կարող եք հեշտությամբ գտնել համացանցում, իսկ այս պահին ընդգծեմ հետևյալը. մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի, եթե գործընթացից բացակայ է Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը։ Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որևէ բանագնացի Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում։ Մեզ հաճախ մատուցում են, թե Հայաստանը նույնիսկ առանց Ղարաբաղի մասնակցության պետք է բանակցի Ադրբեջանի հետ, որովհետև բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Իրականում սակայն պատերազմները սկսվում են ոչ թե բանակցային գործընթացի բացակայության, այլ ռազմական հավասարակշռության խախտման հետևանքով։ Խաղաղության երաշխավորը ոչ թե բանակցություններն են, այլ ուժեղ հասարակությունը, որ կանգնած է մարտունակության ժամանակակից պահանջներին բավարարող բանակի թիկունքին։ Բանակցությունները խաղաղության երաշխիք համարողները պարզապես ուշադրություն են շեղում այն փաստից, որ իրենք ձախողել են եւ շարունակում են ձախողել խաղաղության ներքին ներհայաստանյան երաշխիքների ձևավորման գործընթացը։ Եվ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Սևանան լիճը իրենը լինելու մասին, պաշտոնական Երևանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձևակերպումներ։ Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանագերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։
ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել, Աղդամը այո, մեր հայրենիքն է, իսկ եթե չունենք այդ կամքը, Երևանի ադրբեջանական լինելու մասին Բաքվի հայտարարություններին պիտի պատասխանենք փոխզիջման պատրաստակամության մասին թուլամորթ ձևակերպումներով, ինչպես վարվում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը եւ նրանց սատարող ձեզ հայտնի ուժեր։ Պաշտոնական Բաքվի հոխորտալից հայտարարություններին մեր պատասխանը պետք է լինի մեծ հայրենադարձությունը, Հայաստանի բնակչության թվի հարաճուն մեծացումը, բանակի տնտեսության եւ ռազմարդյունաբերական համալիրի հզորացումը, հայ ժողովրդի համախմբումը Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացման օրակարգի շուրջ։ Իսկ նման բան հնարավոր է միայն Հայաստանից կառավարման սաշիկա-միշիկական համակարգը արմատախիլանելու եւ օրինական, իրավական, ժողովրդավարական հասարակություն կառուցելու դեպքում։ Ազգային միասնության մասին դեկլարատիվ կոչերը չեն աշխատել ու չեն աշխատելու։ Տևական եւ իրական ազգային միասնություն կարող է լինել միայն օրինականության, միայն իրավական պետության շուրջ, մի բան, որ հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում, եւ հենց դա պետք է լինի իշխանափոխության ակնկալվող, իշխանափոխությունից ակնկալվող ամենակարևոր արդյունքը։ Սիրելի ժողովուրդ, ելույթից նախորդ հատվածներում անդրադարձա այն ներքաղաքական նպատակներին եւ խնդիրներին, որ դրել ենք մեր առաջ։ Պակաս սկզբունքային չէ սակայն դրանց հասնելու միջոցների գործիքակազմը։ Մենք ամենևին այն կարծիքին չենք, թե նպատակներն արդարացնում են միջոցները։ Մենք այն կարծիքին ենք, որ միջոցները խոսում են նպատակների մասին։ Մեր նպատակը եղել եւ շարունակում է մնալ ներդաշնակ, հոգատար եւ համերաշխ հանրություն ունենալը, որտեղ ժողովրդավարությունն ու օրինականությունն են ազգային միասնության հենքն ու էությունը, որտեղ հարգում են խոսքի, կարծիք արտահայտելու, չհամաձայնելու եւ այդ անհամաձայնությունը արտահայտելու իրավունքը։ Այո, նման վիճակի համար նախ եւ առաջ անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, բայց նաեւ պետք է խոստովանել, որ սա չի նշանակում, թե իշխանափոխության հաջորդ օրվանից մենք ինքնաբերաբար դառնալու ենք այդպիսի հանրություն, ոչ ամենևին։ Հետևաբար մենք այսօրվանից ինքներս մեզ պետք է պատրաստենք ապրել համերաշխ եւ ներդաշնակ հանրությունում, որքան էլ այսօրվա մեր իրականությունը կիլոմետրերով հեռու է դրանից։ Եվ ուրեմն մեր պայքարի մեթոդաբանությունը պետք է արտահայտվի այն սիմվոլի մեջ, որ ինքնաբուխ ծնվեց Երևանի Խորենացի փողոցում հունիսի 20-ին, բաց եւ վերպարզած ձեռքեր։ Ահա այն սիմվոլը, որը արտահայտում է մեր նպատակները եւ այդ նպատակներին հասնելու միջոցների մասին մեր պատկերացումները։ Ոչ բռնի, ֆիզիկական ագրեսիվության նշույլ անգամ չպարունակող քաղաքական պայքար է լինելու սա եւ համոզված եմ, որ սա մեր պայքարի հաջողության գրավականներից մեկն է։ Շատերը տարակուսում են, թե այդ դեպքում ինչպես ենք ճեղքելու բռնապետության պատը։ Եթե բռնապետության պատը ճեղքելու համար ֆիզիկական ուժի կարիք ունես, ուրեմն այդ ճանապարհով իշխանափոխության հասնելուց հետո
բռնապետության վհուկներին, որ սալու պատրվակով շարունակելու ես ուժ կիրառել, որ լռեցնես քո հակառակորդներին, որովհետև նրանք պահանջելու են ճակերտներում հանուն ազատության հեղված արյան գինը։ Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը ոչ թե հանձնվելու համար, այլ կանգնեցնելու ինքնակործանման անխելահեղ մեքենան, որ վաղուց գործարկված է Հայաստանում։ Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետև գիտենք արյունով քանդված բռնապետությունների տեղը կառուցվում են նոր բռնապետություններում, նոր բռնապետություններ։ Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետև թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը իր եւ իր վարչակարգի դեմ մեր պայքարը վերածի մեր եւ ոստիկանների միջև պայքարի։ Մենք թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը կարողանա ոստիկանության ԱԱԾ-ի բանակի աչքերում մեզ դարձնել պետության թշնամի եւ թույլ չենք տալու, որ ոստիկանությանը ԱԱԾ-ին ու բանակին մեր աչքերում դարձնի մեզ թշնամի։ Մեր քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունն է պայքարել օրենքի եւ իրավունքի շրջանակներում եւ ցուցաբերել զրո ֆիզիկական ագրեսիվություն։ Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, վհուկների որս չի լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու։ Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում լինելու է օրինականություն, բայց ուզում եմ էլի կրկնել, բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի օլիգարխի ընտանիքի անդամ հետապնդվի միայն այն պատճառով, որ տվյալ պաշտոնյայի կամ օլիգարխի ընտանիքի անդամ է։ Սա չի նշանակում, թե որևէ մեկի կատարած հանցանքի նկատմամբ աչք է փակվելու։ Սա նշանակում է, որ կախաղաններ եւ գիլյոտիններ չեն գործարկվելու։ Լինելու է լուրջ, մեծ, կարևոր խոսակցություն, որտեղ ամեն մեկը խոսելու, պարզաբանելու, բացատրելու հնարավորություն է ունենալու։ Այնինչ հնարավոր է վերականգնել, փոխհատուցել, պիտի փոխհատուցվի, պիտի վերականգնվի։ Այնինչ հնարավոր չէ փոխհատուցել, հնարավոր չէ վերականգնել, ուրեմն պետք է պատժվի խստագույնս, օրենքով նախատեսված խստագույն, բայց միևնույն ժամանակ քաղաքակիրթ ձևերով։ Սա է մեր համոզմունքն ու հավատամքը։ Իհարկե, կարող են լինել մարդիկ, ովքեր սրա հետ համաձայն չեն, դա իրենց իրավունքն է, բայց այսպիսով պետք է արձանագրել, որ մենք համախոհ չենք եւ ուրեմն չունենք եւ չենք կարող ունենալ ընդհանուր քաղաքական ճանապարհ։ Մեզ համար միջոցները նույնքան կարևոր են, որքան նպատակները, որովհետև նպատակները թելադրում են միջոցներ, միջոցները բացահայտում են նպատակները։ Սիրելի ժողովուրդ, մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի ապօրինի եւ կոռումպացված իշխանության պատը կարելի է եւ պետք է ճեղքել միայն ժողովրդի կամքով, ժողովրդի որոշմամբ։ Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք ժողովրդի կամարտահայտման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, եւ սա լինելու է մեր քաղաքական գործունեության նպատակն ու իմաստը։ Բայց կրկնում եմ, իշխանափոխության որոշումը պետք է կայացնի ժողովուրդը եւ այդ որոշումը պետք է լինի տեսանելի եւ ապացուցելի։ Եթե ժողովուրդը ուզում է փոփոխություն, նա պետք է ցուցադրի իր կամքն ու որոշումը, ընդ որում դա պետք է անի մոտակա բոլոր առիթներով։ Այդպիսի առիթ են առաջիկայում կայանալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց նշանակությունը մենք երկար տարիներ զարմանալիորեն թերագնահատել ենք։ Արդյունքում հանրապետության գյուղապետերի եւ քաղաքապետերի 90%-ը հանրապետականներ են։ Տասնյակ, 100,000-ավոր մարդիկ քվեարկում են գյուղապետի կամավականու հանրապետական թեկնածուների օգտին եւ մեծ հանդիպումների ընթացքում պահանջում
փոփոխություններ անել, իշխանափոխություն անել Հայաստանում։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, եթե նույնիսկ հանրապետականի կամ արբանյակ կուսակցությունների անդամ, գյուղապետի կամ ավագանու անդամի թեկնածուն ձեր ազգականն է, դասարանցին կամ հարևանը, նրան ձայն տալով դուք քվեարկում եք Սերժ Սարգսյանի օգտին, վստահության քվե եք տալիս գործող իշխանությանը, ամրացնում այդ իշխանությանը, սրանից հետո Սերժ Սարգսյանին հեռացնելու, իշխանությունը փոխելու ձեր պահանջները ընդամենը զրույց են, խոսակցություն, կենաց, քաղաքական ամենակարևոր գործողությունը ձեր քվեն է, ձեր ձայնը, որ դուք շատ հաճախ տալիս եք Սերժ Սարգսյանի թիմակիցներին։ Նման քայլ անելով դուք հարվածում եք փոփոխությունների հնարավորությանը, դառնում թալանի եւ անկման քաղաքական հենարան։ Եթե դուք ուզում եք փոփոխություն, նույնիսկ գյուղապետի կամ ավագանու ընտրություններում չպետք է քվեարկեք իշխող կուսակցության կամ նրա գործընկերների օգտին, եւ պետք է քվեարկեք այն թեկնածուի եւ քաղաքական ուժի օգտին, որի օգտին քվեարկելը պիտի նշանակի իշխանափոխություն, որի օգտին քվեարկելը կնշանակի որևէ քաղաքական ուժի լիազորել կազմակերպելու Սերժ Սարգսյանի հեռացում իշխանությունից։ Եթե ձեր գյուղում նման քաղաքական ուժ ներկայացված չէ, ուրեմն դուք ինքներդ պետք է նախաձեռնեք, որ ձեր գյուղում, համայնքում այդ կուսակցության տարածքային կազմակերպություն ստեղծվի, թեկնածուները առաջադրվեն, որ դուք ունենաք ընտրություն եւ այս գործընթացում կարող եք միանշանակ աջակցություն եւ ըմբռնում ակնկալել մեզնից։ Ամենահեռավոր գյուղի գյուղապետի կամ ավագանու ընտրություններում հանրապետականի թեկնածուի օգտին քվեարկողը քվեարկում է անձամբ Սերժ Սարգսյանի օգտին, մեկ ընդդիմության օգտին քվեարկողը քվեարկում է իշխանափոխության օգտին։ Հոկտեմբերի 2-ին հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում, Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունենալիք ընտրություններում դուք հնարավորություն ունեք քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսինքն իշխանափոխության օգտին։ Կապան քաղաքում հնարավորություն ունեք քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու թեկնածուների օգտին։ Արարատի մարզի Նորկանկյան գյուղում, Արագածոտնի մարզի Ոսկեբազ գյուղում հնարավորություն ունեք քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջադրած գյուղապետի թեկնածուների օգտին։ Նորատուս գյուղում, Հրազդան համայնքում հնարավորություն ունեք քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ավագանու անդամության թեկնածուների օգտին։ Այդ ընտրությունը կատարելով դուք կփոխեք քաղաքական իրավիճակը, դուք դուր կբացեք փոփոխությունների համար, դուք կդնեք մեկնարկը մի գործընթացի, որը անխուսափելիորեն կբերի Սերժ Սարգսյանի հեռացման։ Արեք ձեր ընտրությունը, կայացրեք ձեր որոշումը, տվեք մեզ իշխանափոխություն իրականացնելու մանդատ եւ մենք ձեզ կտանք իշխանափոխություն։ Մենք չենք կարող եւ չենք որոշի ձեր փոխարեն, բայց մենք իրականություն կդարձնենք, կյանքի կկոչենք ձեր կայացրած ցանկացած որոշում, առավել ևս, եթե որոշումը իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին է։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է հնչի հենց հիմա, հետևյալն է, իսկ ինչու մենք հենց այսօր չենք հայտարարում Թավշյա հեղափոխության մեկնարկը։ Բանն այն է, որ Թավշյա հեղափոխության համար պետք է շատ կոնկրետ առիթ, պետք է առաջանա շատ կոնկրետ քաղաքական կոնֆլիկտ, որը հնարավոր լինի զարգացնել, հասնել կուլմինացիայի եւ հանգեցնել լուծման իշխանափոխության տեսքով։ Շատերը կարող են հարցնել, թե արդյոք նման կոնֆլիկտ չէ այն, որ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը շարունակաբար թալանում են երկիրը։
Սա իրողություն է, բայց այս իրողությունը տեղի ունի վերջին 8 տարում, բայց ինչպես տեսնում ենք, Թավշյա հեղափոխություն չի դարձել։ Հաստատապես նաև այն պատճառով, որ չենք ունեցել այդ իրողությունը իշխանափոխություն դարձնելու համար անհրաժեշտ ենթակառուցված, որը ոչ թե մաշեցնի մսխի իշխանափոխության հնարավորությունը, այլ իրացնի այն։ Այդ ենթակառուցվածքի անունը մենք դրել ենք մեկ ընդդիմություն, ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Դեռ 2 տարի առաջ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, քանի դեռ Հայաստանում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, Սերժ Սարգսյանը եւ նրա կառավարչակազմը վերարտադրվելու է, եթե նույնիսկ Թավշյա հեղափոխության առիթներ ստեղծվեն շաբաթը մեկ անգամ։ Սա նման է ֆուտբոլային հայտնի իրավիճակին, խաղի ընթացքում կարող են բազմաթիվ գոլային պահեր լինել, բայց գոլ այդպես էլ չգրանցվի, որովհետև չկա այն հարձակվողը, այն թիմը, որ կարող է իրացնել գոլային իրավիճակը։ Հետևաբար, Թավշյա հեղափոխության առիթ փնտրելուց առաջ պետք է այդ առիթը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ ենթակառուցված ունենալ։ 6000 վստահված անձ, ստվերային կառավարություն իր մանրամասն եւ հասկանալի ծրագրով, ստվերային կառավարության ֆինանսավորման ժողովրդական եւ հուսալի մեխանիզմ։ Նման մեխանիզմի գոյությունը կարող է լինել ժողովրդի այն նախնական կամ արտահայտությունը, որ կվկայի իշխանափոխությունը սարերի ետևում չէ եւ ինստիտուցիոնալ առումով պահանջված է։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանին բերել իրական եւ խորքային փոփոխություններ, պետք է աջակցեն այս մեխանիզմի ձևավորմանը, Գյումրիի, Վանաձորի, Ոսկեվազի, Նոր կյանքի, Իրինդի, Նորատուսի ընտրություններում քվեարկեն Հրազդանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա առաջադրած թեկնածուների օգտին։ Սիրելի ժողովուրդ, մենք հավատում ենք Հայաստանի ապագային եւ ուզում ենք, որ այս հավատը տարածվի ողջ Հայաստանով եւ Սփյուռքով։ Նոր դեմքեր, նոր երկիր, նոր կյանք։ Սա է փոփոխությունների մեր բանաձևը եւ դուք ունեք ընտրություն։ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դուք եք, բոլոր նրանք, ովքեր մեզ հետևում են ուղիղ եթերում, աջակցեք մեզ, դարձեք 6000 վստահված անձանցից մեկը, դարձեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ձեր ձայնը տվեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ նրա առաջադրած թեկնածուներին, քվեարկեք հանուն ապագայի, գործեք հանուն ապագայի եւ հաղթանակը կլինի անխուսափելի։ Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Հայաստան! 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 Սիրելի այրվագիցներ, 6000 վստահված անձանց նախագծին միանալու համար դուք կարող եք այցելել V6000 կայքը եւ ինչու ոչ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակը, որը գտնվում է Սայաթնովա 6 հասցեում։ Այսպիսով ուզում եմ ազդանարել, որ նախընտրական պայքարը սկսված է եւ մենք ունենանք հանդիպումներ Վանաձորում